Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում կզրուցենք Արցախի մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի ռեժիսոր Ռուզաննա Խաչատրյանի հետ։ Բարի երեկո սիրելի Ռուզաննա, համեցեք։ Ինչպե՞ս եք։ Լավ, որ ձեզ տեսնում եմ այս գեղեցիկ տաղավարում։ Լավ, շնորհակալ եմ սիրելի Ռուզաննա, որ ընդունեցիք իմ հրավերը եւ մեր տաղավարում եք։ Ես էլ եմ շնորհակալ, ձեր հաղորդումները պարբերաբար դիտում եմ եւ միշտ հիանում եմ ձեր կանանց հետ այսպես կանացի ճիշտ խոսելու, ձեր դրական եւ նաեւ արցախցիների հանդեպ միշտ այսպես դրական դրամադրվածություն ունենալու այսօր դա մեզ թվում է թե դու նորմալ երևույթ է, այդպես էլ պիտի լինի, բայց այսօր մեզ դա այդ դերականը շատ պետք է այս ատելության ֆոնին։ Դա յուրաքանչյուր նորմալ հայ մարդու պարտքն է, Ռուզաննա ջան, ես շնորհակալ եմ, բայց ինձ պետք չի շնորհակալություն ասել դրա համար։ Մարտի 27-ին թատրոնի միջազգային օրը Կապանում կայացած արտավազդ մրցանակաբաշխությանը Ռուզաննա Խաչատրյանը ստացավ տարվա երիտասարդ ռեժիսոր արտավազդ մրցանակը։ Դուք այդ օրվա մրցանակաբաշխության մասին գրել եք հետևյալը. Սիրելի ընկերներ, թատրոնի միջազգային օրը մարտի 27-ին մեր հրաշք Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղի ունեցած արտավազդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել եմ տարվա լավագույն երիտասարդ բեմադրիչ մրցանակին Արևի մարդիկ ներկայացման համար։ Բեմից իմ խոսքը Արցախի մասին էր, այդ պահին սիրտս մենակ դա հուշեց, բայց ես այնքան ասելիք ունեի, հիմա էլ շատ բան չեմ ասի, փոխարենը կփորձեմ ավելի շատ աշխատել։ Սիրելի Ռուզաննա, նախ ես ձեզ շնորհավորում եմ մրցանակի կապակցությամբ, դուք իսկապես արժանի եք այդ մրցանակին եւ հետո ձեր խոսքից ելնելով խոսեցի, ասում եք բեմից Արցախի մասին, բայց դուք այստեղ բեմադրեցիք ներկայացում առանց Արցախի մասին։ Ու ուզում եմ, որ Ռուզաննա ջան մի փոքր խոսեք դրա մասին եւ այստեղ որ ասել եք շատ բան ունեի ասելու չասեցի, եթե այդ ասելիքը կա, ես սիրով կլսեմ ձեզ։ Նախ շնորհակալություն շնորհավորանքի համար։ Թվում է թե ասելիքը այնքան շատ է, որ մի հաղորդման կամ հաղորդումների նույնիսկ շրջանակներում հնարավոր չէ մեր մեջ կուտակված, իմ մեջ գոնե կուտակված այդ բոլորը արտահայտել, թե ստատուսների մակարդակում, թե խոսքի, բայց ես այս վերջերս համոզվել եմ, որ ամեն դեպքում խոսելը ճիշտ է։ Ինչքան էլ մեր ցավին եւ առհասարակ լռությունը միշտ ավելի համահունչ, ավելի ճիշտ է, ավելի լավ բան է լռելը, բայց դա միայն խորը մարդկանց հատուկ եւ նաեւ քանի որ մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ լռությունը չի ընկալվում իր խորության համարժեք, խոսել պետք է, որովհետեւ այսօր խոսքի լեզվով պետք է հասցնել այն բոլոր ճշմարտությունը, պատմել, խոսել, բարձրաձայնել, որպեսզի մարդիկ չմոռանան, մարդիկ իմանան ճշմարտությունը։ Եվ այս բեմադրության ծնունդը նաև այդ խոսք ասելու միտումն է ունեցել։ Երբ վերջին իրադարձություններից հետո, երբ թվում է թե վերջնականապես փլված էինք, իմ մոտ առաջին անգամ այդ գիտակցությունը եկավ, որ պետք է մեզ հավաքել եւ պետք է խոսել հնարավոր հարթակներում, Արցախը պետք է կենթանի պահել բոլոր հարթակներում եւ ի վերջո այս սերունդը, որ գալիս է, այդ մեծ վախը, որ կարող ենք կորցնել նաեւ հիշողության մակարդակում, պետք է թույլ չտալ եւ հարթակը, որտեղ ես կարող եմ խոսել Արցախի մասին, թատրոնն է եւ իմ ոլորտը եւ առաքելության նման ինչ որ բան եմ զգացել, որ ես իմ մասնագիտական կյանքի ճանապարհին պետք է շատ անդրադառնամ թատրոնին, Արցախին եւ թատրոնի լեզվով խոսել, պատմել այստեղի իմ հայրենակցին, պատմել Արցախի մասին եւ երկար մտածեցի ինչ անեմ, բայց եւ քանի որ Հերմինեի
Ավակյանի Արցախցի գրող Հերմինե Ավակյանի «Վազում եմ սպասիր» գիրքը միշտ իմ մեջ էսպես դեռ Արցախում ապրելու տարիներին կար բեմադրելու այդ միտքը կար այդ գրքի, այդպես մի օր հասկացա, որ այո ուզում եմ եւ Հերմինեի հետ խոսեցինք, մենք այդ գիրքը վերածեցինք սցենարի եւ շատ ցանկացա, որ այս անգամ խոսեմ ապրող Արցախի մասին։ Այ դա է կարևորը։ Ապրող Արցախի մասին, այո, որովհետև դրանից առաջ ես անդրադարձել էի Հերմինեի առաջին գրքին Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված լուսաբացից առաջ ներկայացմանը, եւ դեռ գիտեմ, որ այդ թեմայով աշխատանքներ դեռ կանեմ, բայց այս անգամ ուզեցի, որ ապրող Արցախի մասին ներկայացում լինի։ Այստեղի ապրող մեր հայրենակիցը գա եւ տեսնի, որ Արցախում ապրող մարդը իրպես սովորական հայ մարդ է։ Իր բոլոր առավելություններով եւ թերություններով։ Վտանգավոր թեզ կա, չէ, հիմա որ արցախցիներին կամ սևացնում են ծայրաստիճան կամ սրբացնում են, բոլորովին այդպես չէ։ Արցախցին հասարակ հայ մարդ է։ Եվ այս ներկայացումը այդ մարդկանց մասին է։ Արցախում ապրող եւ դուք դիտել եք ներկայացումը, այո, ես հենց դա եմ ուզում ասել, որ ոնց է ձեզ հաջողվել Արցախի կորստից հետո այդպիսի արևոտ ներկայացում ստանալ, իսկապես արևոտ, ապրող Արցախի մասին։ Նկատի ունեմ, դուք այնտեղ եք եւ տեսաք, որ այնտեղ նույնիսկ Արցախ բառը այդպես շատ չի շոշափում, այնտեղ ավելի շատ էմոցիոնալ եւ միջավայրային առումով այնտեղ հայ մարդն է։ Ես ուզեցի, որ այստեղի մեր հանդիսատեսը դա զգա, որ ոչ մի բանով չի տարբերվում։ Իրեն շատ նման հայ մարդ, ընդհանրապես ապրելու երազանք ուներ։ Եվ իր հողի վրա ապրելու երազանք ուներ եւ ապրում էր, ոչ մեկին վնաս չտալով։ Սրա մասին էր մեր ներկայացումը եւ ես ուրախ եմ, որ գնահատվեց, այստեղ ավելի շատ ուրախ չեմ ինձ, այդքան ավելի ուրախ չեմ որպես իմ մասնագիտական կարիերայի համար այս մրցանակը, ինչքան որ այդ ներկայացման կարևորությունը գիտակցելու համար։ Այո։ Շատ իսկապես արևոտ ներկայացում էր արևի մարդկանց մասին եւ դուք Ռուզանա ձեր բնակավայրն եք այդ պայն հիշում, թե ընդհանրապես մենակ այն ինչ որ Հերմինեի գրքում կար դա եք նկարագրում։ Ոչ, միայն նկարագրությունը բավական չէ ներկայացում ստանալու համար։ Այնտեղ ամեն վարքյանը էմոցիոնալ հիշողություն է եւ ես նաեւ իմ մանկությունը գյուղում եմ անցել։ Հետո մենք հետո ենք տեղափոխվել Ստեփանագերտ եւ իմ ամբողջ մանկության գյուղը ես ամեն վարքյանը հիշում եմ, կերպարները կառուցելիս ես հիշում եմ մեր գյուղի այս Վալոդյադյային հիշում եմ, չգիտեմ, մարդկանց գյուղը տենց լավ էր տրվել։ Այդ մարդկանց էի հիշում եւ ես այստեղ Երևանում ապրող մարդուն դժվար էր մի քիչ գյուղացում մարդու հոգեբանությունը փորձել շատ մանրակրկիտ փոխանցել, թեկուզ իրենք բոլորը շատ սիրով են աշխատել, շատ պատրաստական են աշխատել եւ դրա համար նաեւ կարողացել են այդ արևը իրենց մեջ ճիշտ տեղավորել, Արցախի արևը եւ այդպես ճիշտ հաղորդել։ Հիմա մի փոքր էլի ուզում եմ ձեր խոսքերից ցիտել, սիրելի Ռուզանա։ Արցախը միշտ ինձ հետ, Հայաստանի գրկում, իսկ սրտիս մեջ միասնական հայրենիքս։ Սիրելի հայեր, հիմա ամեն կերպ նորից փորձում են հրահրել ներազգային ատելություն։ Խնդրում եմ, մի տրվեք այդ ստոր ապազգային քարոզչությանը, մի թողեք նորից օգտագործեն մեզ հայը հայի դեմ լարելով, անտեսեք նման հրապարակումներն ու մեկնաբանությունները, փոխարենը սիրո խոստովանություն արեք մեր հայրենիքին, մեր չքնաղ, մեր անուշ հայրենիքին։ Ռուզանա ջան, իսկապես հայրենիքը միասնականն է եւ բոլորինս է, եւ Արցախը այս միասնական հայրենիքի մի կտոր էր, որ սենց բռնի ուժով կտրել են, մեզանից տարել են եւ երբեք մի այլ կտոր չի լրացնի դա, ինչպես ծնողի համար, եթե նույնիսկ 10 զավակ ունի, մեկը մյուսին փոխարինել երբեք չեն կարող, ամեն մեկն ունի իր ուրույն տեղը։ Ռուզանա, ինչու է այսպես կատարվում։ Դուք որպես մտավորական մարդ, արվեստի մարդ,
ստեղծագործությունից, թատրոնից, բեմից, էմոցիաներից բան հասկացող, ինչպես ստացվեց, ինչու է հայ մարդը այսօր ամեն օր, ամեն ժամ կարողանում մասնատել իր հայրենիքի հասկացողությունը, այդ մասնատաման հիմնավորումներն էլ այնքան ճղճիմ են հայրենիք բառի կողքին, այս մեկը լավն է, մեկը լավը չի, սրա աչքի գույնը նա ուզում է աշխատի, նա չի աշխատում, սա կռվել է, նա չի կռվել, դրանք շատ ճղճիմ բացատրություններ են այսօրվա մեր վիճակի պարագայում եւ միասնական հայրենիք ունենալու ձգտումների ժամանակ այդպիսի բացատրություններ չպիտի լինեն։ Ինչ է կատարվել։ Հայը դադարել է միասնական հայրենիք ունենալու գաղափարից, հրաժարվում է, ինչ է կատարվում։ Իդեպ հենց այսօր էլ ձեր Instagram-յան էջում տեսա գրել էիք, ես հոգնել եմ արդեն այս ատելությունից։ Բոլորս ենք հոգնել, բայց ինչ անզոր ենք։ Ես կարծում եմ անզոր չենք։ Ուղղակի մեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ մենք անզոր ենք, որ մենք միասնական չենք, որ մենք իրար չենք սիրում եւ տարիներ շարունակ այս քարոզչությունը տարբեր մակարդակներում արվել է, բայց այսօր այն հասել է ամենաբարձր մակարդակի, այսինքն այսօր պետական մակարդակով է դա արվում, որը մի քիչ այս պահին թուլացնում է, հասարակ շարքային քաղաքացու ջանքերը հակառակը համոզելու, որովհետև դա արվում է ամենաբարձր մակարդակով, բայց իմ խորին համոզմամբ սա էլ ժամանակավոր է, սա էլ անցնելու է, սա էլ հաղթահարելու ենք։ Այս պահին պետք է կարողանանք գրագետ վարվել այս ամեն ինչի հետ։ Իհարկե, այո, ես այսօր պահի տակ փլվում ես, չես կարողանում արդեն դիմանալ այս ամեն ինչին եւ որովհետեւ ես այսօր կարդացի իմ շրջապատում եղած մարդկանցից մեկի, ով որ այդ մարդը հասկանում եք fake մարդ չէ, այդ մարդը իրական մարդ է, ես նրա այդ աշխատում եմ, օրինակ, ասենք, տեսնում եմ, շփվում եմ, ու այդ մարդը այսօր այնպիսի ատելության խոսք է հրապարակել իր էջում, այն անբացատրելի, անեծք արցախցի երեխայից մինչև ու ես այսօր լաց եղա, հավատում եք, ես լաց եղա ու գրեցի այդ իմ ներսը չի դիմանում, ես փլվում եմ այդ ատելությունից, որովհետև ես իմ գիտակցությունը դա չի ընկալում, ես չեմ ընկալում հայ մարդու ատելությունը, հայ մարդու նկատմամբ, նույնիսկ մարդը մարդու նկատմամբ, դա մարդկային չի, դա չոր ու որքան մտածում ես, մենակ մի բան ես հասկանում, այդ մարդկանց ներսում բացակայում է Աստված, Աստծո բացարձակ բացակայություն, չարացած մարդիկ, եւ այո մի բան եմ հասկացել, այդ մարդիկ մենակ Արցախցուն եւ Արցախը չեն ատում, այդ մարդիկ ատում են այն ինչ հայկական է, ուղղակի դա չեն հասկանում, դա չեն ընկալում, եւ տեսեք, թվում է թե մի պարադոքս կա, դուք որ ասում եք ինչու է այսպես եղավ, սովետական միության տարիներին, այսինքն կամ հետ սովետական շրջանի Հայաստանը, կամ այն վերջին արդեն փլուզման վերջին տարիները եւ Արցախյան շարժման այդ սկիզբն էր, Երևանի հրապարակը լիքն էր, ասեղ գցելու տեղ չկար, նույն Արցախի հրապարակում եւ այստեղից կանչում էին Արցախ, այնտեղից Հայաստան, միասնության ճիճն է։ Միասնության այդ պորտկումը ի վերջո հասավ Բաղձալի հաղթանակին եւ ուղղակի միացումը տեղի չունեցավ։ Եվ այդտեղ կարողացան մեզ հաղթել մեզ նորից մեզ մասնատելու սկիզբը դնելով։ Այսինքն հասկացան, որ երբ մենք միավորվում ենք, մենք նույնիսկ ամենաանհնարին պատմական ժամանակահատվածում կարողանում ենք հաղթել, երբ միասնական ենք եւ նորից այդ հետպատերազմյան ամբողջ շրջանը օգտագործվեց, որպեսզի կարողանան մեր ներսում մեզ տապալել եւ մեզ բաժանել, որպեսզի կարողանան ի վերջո մեզ պարտության մատնել։ Հասկացել են թշնամին մեզ հաղթելու բանաձևը հասկացել է, որ պետք է բաժանենք մեզ, մասնատենք, որպեսզի կարողանան հաղթել մեզ։ Ես միշտ ապշում եմ սովետական դաստիարակություն ստացած սովետական Հայաստանում եւ սովետական Արցախում ապրած եւ ընդ որում ասել այո այդ սերունդը կարողացավ հաղթել Արցախյան ազատամարտը, այդ սերունդը կարողացավ միավորել հազարամյակների մեր երազանքը եւ այստեղ մի բացատրություն ունեմ միայն անկախ բոլոր վերապահումներին սովետական միության նկատմամբ եւ արդարացի վերապահումներին եւ արդարացի այդ ամեն ինչին Սովետական միությունը կրթեց
գրագետ մարդու հայրենասեր սերունդ, որը ֆաշիզմ էր հաղթել եւ այդ հայրենասիրությունը։ Ես կարծում եմ, որ այդ բոլոր կատեգորիաները, հայրենասիրություն եւ մնացած բոլոր կատեգորիաները ենթաճյուղեր են, այսինքն երբ որ մարդը իր ներսում բարձր ինտելեկտուալ, հոգեվոր եւ ինտելեկտուալ բարձր կարողություն ունի, այսինքն գիտակից մարդը, կիրթ մարդը եւ հայրենասեր մարդ է, եւ բարի մարդ է, եւ խելացի մարդ է, այսինքն միայն այդպես են բացատրում։ Ինչպես էին ասում մեր տատիկները, գիտունին եղիր գերի, անգետին մի եղիր սիրելի։ Այո։ Անկախ Հայաստանին պակասեց այդ գրագիտությունը, թե հոգևոր մակարդակում եւ թե առհասարակ, որովհետեւ հոգևոր մարդը, գիտակից մարդը, կիրթ մարդը չի կարող ուղղակի ատելության գրող լինել, որովհետեւ ատելությունը խավարամտություն է, իր մեջ լույսը ունեցող մարդը ուղղակի ընդունակ չէ ատելություն ունենալու։ Թուրքին չատի, իր հայրենակցին Արցախցում ատի։ Տենց է ստացվում։ Միայն այդպես եմ կարողանում բացատրել, որ կրթության տոտալ բացակայություն։ Նորից Ռուզաննա Խաչատրյան, եւ ինչքան էլ լռությունն է համարժեք կորստի ծանրությանը, բայց աշխարհի կարգը ուրիշ է։ Խոսել, 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 աղաղակել է պետք այս անհավանական անարդարության մասին։ Խոսել որքան էլ ցավոտ լինի, պետք է կարողանալ միշտ խոսել այս ամենի մասին, պատմել, գրել, նկարել, բեմադրել, չգիտեմ, խոսել բոլոր հնարավոր միջոցներով։ Բայց միևնույն է, զգացածիդ, ապրածիդ ու ցավիդ համարժեք ոչ մի խոսք գոյություն չունի։ Մեր ցավի հետ ընկեր է միայն լռությունը։ Ռուզաննա, դուք խոսքի սկզբում արդեն ասացիք, որ փորձեցիք այս անգամ այսպիսի բեմադրություն ստանալ թատրոնում, բայց այ ասում եք խոսել, ինչ ծրագրեր ունի Ռուզաննա Խաչատրյանը եւ հետաքրքիր է այսօր Արցախի մայր թատրոնի դերասանները ինչով են զբաղված, ինչ զբաղվածություն ունեն, ստեղ որևէ թատրոններում աշխատում են, թե ոչ, եւ եթե դուք այնտեղ ունեցել եք բեմադրած, իսկ ունեցել եք շատ ներկայացումներ, նպատակներ կան վերականգնել այդ ներկայացումները, այստեղ նաև խաղան, բեմադրվեն, միգուցե փոփոխությունների ենթարկված չգիտեմ, բայց ինչպիսին է Ռուզաննա Խաչատրյանի ապագային միտված հայացքը։ Ինչպես ասեցի, ես առաքելության նման բան եմ զգում Արցախի մասին, իմ ստեղծագործական կյանքի ճանապարհին հաճախակի անդրադառնալ եւ այն հույսով, որ եթե մենք կենթանի պահենք Արցախը հոգեվոր պլանում, մի օր անպայման այն իր ֆիզիկական դրսևորումը ունենալու է, անպայման, որովհետեւ չի կարող սերունդը, ով այդ մտքով Արցախը չունենա իր մեջ որպես կոտրված, պոկված մասնիկ, մի օր այդ ամբողջացնելու ցանկությունը ունենալու է եւ ամեն ինչ անելու է դրան հասնելու համար։ Եվ այդ ճանապարհին մենք բոլորը շատ մեծ անելիք ունենք։ Անելիք, որ պատասխանատվության գիտակցում պետքա լինի, այսինքն ես ինչ եմ անում ապագայում Արցախը նորից մերը դարձնելու համար։ Եվ այդ ուղղությամբ ես հավատացեք ամեն օր մտածում եմ ես էլ ինչ կարող եմ անել հաջորդ բեմադրությունը ինչ անեմ որպեսզի թվում է թե դա այսպես աշխատող միջոց չէ բայց հավատացեք այսինքն ամեն ներկայացման ժամանակ ինչքանի հանդիսատես է նստած եւ քանի հոգի են այդ թեկուզ այդ մի ժամը երկու ժամը այդ ապրումով այդ մտքով այդ գաղափարով լեցուն լինում եւ գնում մտածում փոխանցում պատմում դա շատ կարեւոր է եւ մանավանդ երբ որ երեխաները գալիս նայում են դպրոցականները ես շատ ուրախանում եմ եւ այս ապագայում նույնպես պլաններ կան Արցախի մասին մշտապես անելու ներկայացումներ եւ այս վերջերս նաեւ սկսել եմ մտածել ֆիլմեր նկարահանելու, թեկուզ ես կինեմատոգրաֆիկ փորձ չունեմ, բայց մտածում եմ, որ ամեն դեպքում մասնագիտությամբ ռեժիսոր եմ եւ մեր մասնագիտության պատմության մեջ շատ են դեպքերը, երբ որ թատրոնի ռեժիսորները նաեւ անցել են կինոռեժիսուրայի ճանապարհն են ընտրել եւ նույնպես հաջողվել է։ Իհարկե փորձաշրջան անցնելուց հետո
Ես արդեն մեկ սցենար ունեմ գրած, կինոսցենար, իմ հետպատերազմյան Արցախի իմ մանկության հիշողություններից մեկի հիման վրա եւ իմ ամուսնու հետ պլանավորում ենք, որ անպայման դա պետք է կյանքի կոչել, ապագայում ֆիլմի տեսքով եւ այնուհետեւ այդպես շարք ունենանք։ Դրանք պլաններ են, որոնց մենք հետամուտ կլինենք եւ կարծում եմ, որ անպայման իրականություն կդառնան։ Կինոն նաեւ այն հարթակն է, որ ոչ միայն ներսում, եթե թատրոնը կարող ես միայն ներսի քո հայրենակիցներին պատմել, ցուցադրել կամ այդ հոգևոր գաղափարը փոխանցել, կինոն ավելի լայն է, կինոյի մասշտաբները շատ ավելի լայն են, նաև միջազգային ասպարեզ դուրս գալու մեր խնդիրը, Արցախի հարցը նաև մարդկայնորեն ներկայացնելու միջազգային հանրությանը եւ այս առումով կարծում եմ կինոն կարևոր ճանապարհ է եւ ես հիմա շատ լուրջ մտածում եմ այդ ուղղությամբ։ Ռուզաննա ջան, իսկ Արցախի թատրոնի դերասանները Արցախի թատրոնի դերասաններից 2 հոգի մեր արևի մարտիկ ներկայացման մեջ ընդգրկված են եղել, այո, Շողերը երիտասարդ դերասանուհի եւ Մարատ Դավթյան ավագ սերնդից խաղում են մեր ներկայացման մեջ։ Ես ավելի շատ Հակոբ Ղազանչյանի առաջարկներ, որ Արցախի թատրոնի դերասանների եւ Պարոնյան թատրոնի դերասանների համատեղ բեմադրություն լինի, ուղղակի ցավոք սրտի չստացվեց, պլաններ կային ավելի շատ 5, 6, 7 դերասան ընդգրկելու, ուղղակի ֆիզիկապես մի մասը այլևս ցավոք սրտի Հայաստանում չեն կամ ցրված են Հայաստանի տարբեր քաղաքներում։ Այս պահին կենցաղային դժվարություններն այնքան շատ են, այնքան խոցելի է, որ մարդկանց դեռևս այդ դաշտ բերելը այս պահին խնդրեմ է։ Գոյի կռիվ է։ Այո։ Հիմա մարդիկ մտածում են ինչպես գոնե կարողանան լուծել կենցաղային ամենատարրական պայմանները, որ գոնե մնան Հայաստանում, գոնե հայրենիքում մնան եւ իսկ մի մասը արդեն լքել է։ Այո, ցավոք սրտի եւ շատ տաղանդավոր դերասաններ, որոնք ես շատ կուզենայի նրանք այստեղ լինեին, ես անպայման նրանց հետ մշտապես կաշխատեի, ուղղակի այսպես է ստացվում, որ հիմա ցավոք սրտի երկրում չեն։ Նրանք էլ ովքեր այստեղ են շատ ծրված եւ կենցաղային խնդիրների մեջ թատրոնի աշխատավարձները շատ ցածր են, որպեսզի մարդիկ կարողանան միայն թատրոնում աշխատելով, իսկ թատրոնը այնպիսի տեղ է, որ պետք է նվիրվես։ Հիմա նրանք մտածում են կարիքները հոգալու, տան վարդ, մի խոսքով գիտեք, հասկանում եք ինչքան դժվար է եւ այդ խնդիրների մեջ ցավոք սրտի այս պահին թատրոնը մնացել է ոչ թե երկրորդ պլանում, բացարձակ նրանք ես տեսնում եմ, որ նրանք տարբեր տեղերում էլի ստեղծագործական գործունեություն հիմա էլ ավելի են վատթարացնում սոցիալական վիճակը Արցախցու կտրելով այս փոքրիկ աննշան աջակցությունը ավելի կատաստրոֆիկ պայմանների առաջ են կանգնելու եւ ցավոք սրտի նպաստելու է մեծ արտագաղթին։ Ռուզաննա, դուք կրթվելուց խոսեցիք, մենք երբ որ ասում ենք կրթություն բառ, կրթվել, անպայման առաջի հերթին հիշում ենք մեր ուսուցիչներին եւ իհարկե լավագույններին այս պարագայում, ինչն է հետաքրքիր, ես նայում եմ ձեր գրառումները, ձեր խոսքը ինչքան լսում եմ, երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի անունը միշտ կա ձեր խոսքում, միշտ կա ձեր գրչում, միշտ ու ինչն է հետաքրքիր, ես օրերս փորձում էի ուսանողներին բացատրել նաստավնիկ բառը, ռուսերենով նաստավնիկ, բայց ասեցի, գիտեք, սա այն եզակի բառերից է, որը հայերենում սենց համարժեք բառ չունի, որտեվ այո, բացում ենք բառարանները, թարգմանությունները, ուսուցիչ է, ուղղորդող է, ավագ ընկեր է, բայց մի խոսքով Եվ մեկ էլ ուսանողներից մեկը ասեց, իսկ վարպետ բառը, ասում եմ կարելի է դա օգտագործել, բայց վարպետը հիմնականում ասում են արվեստի մարդիկ, ովքեր թատրոնում են կամ նկարիչները, իրենք այո, իրենց նաստավնիկներին, ուսուցիչներին անվանում են վարպետ եւ Ռուզաննա Խաչատրյանը Երվանդ Ղազանչյանին անվանում է վարպետ։ Ռուզաննա ջան, ուզում եմ անպայման մի քիչ խոսենք Երվանդ Խաչատուրովիչից, ձեր ծանոթությունը, դուք նրա խմբում եք ուսանել եւ տեսնում եք երևի այդ նաստավնիկների ուժը հզոր է, որ այսօր ինքը չկա,
բայց դուք այն թատրոնում, որտեղ ինքը մի կյանք է դրել ու մեծագույն աշխատանք է կատարել այդ թատրոնի համար, այսօր դուք այնտեղ աշխատում եք։ Այո, սիրով ես միշտ սիրով եմ հիշում եւ սիրով եմ խոսում մի վարպետի մասին։ Ուսուցիչը երևի այն մարդն է, ով ոչ միայն դասավանդում է, այլ քեզ դարձնում է մարդ եւ հետո նոր մասնագետ։ Այո, կրթում է բառի ամենաուղիղ եւ ամենախորը իմաստով։ Եվ Երվանդ Ղազանչյանը ինձ համար բացառիկ երևույթ է, բացառիկ մարդ, նախ եւ առաջ, բացառիկ մարդ։ Ես շատ լավ եմ հիշում եւ անմոռանալի է մեր առաջին հանդիպումը, իհարկե առաջին հանդիպում արդեն որպես ես իր լսարանի, իր արվեստանոցի ուսանող, որովհետեւ միշտ գիտեի իրեն եւ երբ որ գիտեինք հանձնաժողովում նստած է, այսպես լարվում էի քննության ժամանակ, մենք 3 քննություն ենք անցնել, 3-ին էլ ինքը նստած էր, այդպես է կարգը, վարպետները նստում ընտրում են իրենց համար ապագա ուսանողներին եւ ուսանողներն էլ այնուհետև ընտրում են, արդեն ընդունված ուսանողները ընտրում են վարպետին եւ շատ հաճելի էր, երբ որ ես իմացա, որ նաեւ ինքն էր ինձ ընտրել, ես իր անունը գրել էի, որ իր կուրսում եմ ուզում լինել, ինքն էլ ինձ էր ընտրել եւ առաջին անգամ, երբ որ մտանք, ինքը բոլորին հարցրեց լսարանում, ով որտեղից է, ծանոթանում էր, ես էլ ասեցի, ես Ռուզաննն եմ Արցախից ու իր աչքերը լցվեցին ու ասեց ցավը տանեմ, ես դա երբեք չեմ մոռանա։ Այդ ժամանակ դա այդքան այդպես գուցե երիտասարդ շատ կամ Արցախը կարում է, ես այդ զարմացա, բայց շատ հաճելի զարմանք էր, որ ինչու աչքերը լցվեց, ինչու այդ մարդիկ այնքան լավ գիտեին Արցախի գինը, այդ մարդիկ այնքան լավ էին հասկանում Արցախի արժեքը, դրա համար Արցախի հետ կապված ցանկացած բան եւ այդ օրը ինձ ասում էին իր լյուբիմչիկն է, այսպես ընդհանրապես եւ այդ օրը ես հասկացա, որ ես այսպես մի հատ ուժեղ հենարան ունեմ այստեղ։ Այդ պահին ես դա զգացի։ Իհարկե կողմնապահություն չի եղել մասնագիտական առումով, բայց մարդկային առումով ինքը ինձ այստեղ ծնող է եղել։ Ես հասկանում եմ, որ այստեղ ես իմ ընտանիքից հեռու եւ ծնողի դեր է կատարել եւ ամեն ինչ, ես հիմա որ հիշում եմ, ամեն անգամ ապշում եմ մարդկային այդ տեսակի վրա եւ նաեւ միշտ եւ անverջ շնորհակալ եմ լինելու, որ նա մեզ կյանքի մեծագույն դասերը տվել, մեծագույն առաջին հերթին սովորեցնել մարդ լինելու արվեստը, հետո արդեն թատերական արվեստը եւ այն մեխանիզմները, որ ես հիշում եմ, թե ինչպես էր նա անում, դա միայն հատուկ է մեծ, շատ մեծ մարդու։ Թերևս կյանքիս լավագույն տարիները նրա արվեստանոցում ուսանելու տարիներն էին, որովհետեւ այդ ժամանակ ես հասկացա, որ ես կրթվել եմ, ես քաղաքացի եմ դարձել, ես հասկացել եմ քաղաքացի լինելու արժեքը, հայ լինելու, մարդ լինելու եւ նաեւ արվեստագետ լինելու։ Մի խոսքով ես իմ ամբողջ կյանքի ձեռքբերումների համար երախտապարտ եմ իմ վարպետին։ Ռուզաննա, 2021 թվականին պատերազմից հետո Ռուզաննա Խաչատրյանը ամուսնացավ եւ տեղափոխվեց Հայաստան, Երևան։ Փաստորեն Արցախի լիակատար կորստի ժամանակ դուք Արցախում չէիք։ Ռուզաննա, մարդ կա ասում է, եթե այնտեղ չես, ավելի հեշտ է դա տրվում, միջև վերջ չես պատկերացնում ինչ է, բայց իհարկե մի տեսակետ էլ կա, որ ինչը քեզանից ավելի հեռու է, չես կարողանում տեսնել, չես կարողանում մեկին մի բանով օգնել, հասկանալ ինչ է, դա շատ ավելի ծանր է։ Ես գիտեմ, որ դժվար հարց եմ տալիս, բայց չեմ կարող այդ հարցը չտալ։ Ձեր ընտանիքը, հարազատները այնտեղ էին, հա, փաստորեն։ Ինչպես Ռուզաննան ապրեց, վերապրեց 2023 թվականի սեպտեմբերյան օրերը։ Այս այն դեպքն է, երբ որ դուք մեջ բերեցիք իմ խոսքը, որ մեր ցավին եւ ապրումներին համարժեք է միայն լռությունը, որովհետեւ ինչպես էլ փորձենք արտահայտել, խոսել, միևնույն է բառերը իզորու չեն այդ
ապրածը հաղորդելու։ Իմ ընտանիքի կեսը այնտեղ էր, կեսը այստեղ։ Շրջափակման պատճառով մի մասը այստեղ էր, մի մասը մնացել էին այստեղ եւ ընտանիքիս մի մասը այնտեղ էր եւ իմ հարազատների համարյա ամբողջ իմ հարազատները, ընկերները, մի ամբողջ կյանք եւ նաեւ ինքը Արցախը։ Չգիտեմ Լույսա ջան, ես մեկ-մեկ մտածում եմ ինչքան ուժեղ ենք, բայց մենք ինչքան ուժեղ է մարդը, որպես այդպեսին։ Այդ պահերին չգիտեմ, երևի ինչ որ գերբնական, ինչ որ իսկապես գերբնական ուժ է մտնում, թեկուզ չգիտեմ, այդ էմոցիաները ուղղակի անբացատրելի են։ Ես ուղղակի հասկանում եի, որ հիմա մենք այստեղ պետք է ավելի ուժեղ լինենք, որովհետև հիմա ամեն վարքյան սրտի այսպես բանով թրթերով սպասում ենք այնտեղից եկածներին եւ պարտավոր իր խաղալ ուժեղ, որ դիմավորես ուժեղ, գալիս էին երեխաներ, եղբորոդ կիսասոված դժոխքից մի կերպ մազապուրց եղած եւ բարիզ բուն իմաստով հրաշքով փրկված եղբայրդ, ով 5 օր շրջափակման մեջ անտառներում մի կերպ մենք լուրջ ունեինք դա խելագարվելու նման մի բան էր, երբ որ ուղղակի չգիտես, ես զանգում էի հնարավոր բոլոր հեռախոսահամարները, որ Արցախից տրվում էին, այդ թեժ գծերը, անուններ, որպեսզի հետաքրքրվեն տեսնեն, զանգում էի, որտեղ հնարավոր է անունը, ասում էի լուրջ չկար, սպասում էինք, ես տեսնում էի մայրիկին եւ ինձ հավաքում էի, որտեղ մայրիկս էստեղ էր մնացել եւ այդ երբ որ մայրիկից նայում էի, ես ինձ մարտավոր էի զգում ուժեղ լինելու, որովհետեւ խաչը բռնած այդ ամբողջ օրերին այնքան ուժեղ էր, ասենց խաչը չէր թողնում մայրիկը եւ ես նայում էի ու ասում էի մենք պետք է գոնե մեզ հավաքենք, ուժեղ լինենք, բայց ես այդ պահին նաեւ հասկանում էի այս հարազատների գոնե ողջ մնալու այդ ամբողջ ապրումների կողքին գիտակցում էի, որ մահանում է հայրենիքդ ու եթե հիմա գոնե մտածում ես, որ հարազատներդ կգան հայրենիքդ երկիրը ու անզորությունից որ ոչինչ չես կարող անել տեսակ նույնիսկ ձայնն ես լսում այսպես դժման Վարդանը որ ասում էր հողը երեխայի պես գրկում է ոտքս եւ ասում ինձ մի լքիր այո այդպես այդ հողի կանչը լսում էի ու չգիտեմ ես կարծում եմ որ սա տիեզերական մակարդակի անարդարություն էր եւ այսպես չպիտի մնա այո Ռուսանա ջան ի վերջո այս երկիրը այդ հայկական երկիրը կերտել են հայ տղերք ովքեր այո ովքեր շատ լավ են հասկացել ինչ են անում դա միայն ռոմանտիզմ չէր եւ այսօր ոչ մի թափթփուկ ոչ մի թուլամորթ ինչքան էլ նրանց հաջողվեց թվում է թե տղաների այդ աներևակայելի արածը պահածը իրենց արյունով պահածը պղծել բայց միևնույն է տիեզերական արդարության մեջ ինչ որ մի բան ինչ որ մի բան տեղի է ունենալու այսպես չի մնալու սա ուղղակի արդար չէ ոչ բնության օրենքներով ոչ Աստծո օրենքներով այսպես չպիտի մնա Ռուզաննա դուք կարծրատիպեր ունեք ես կարծում եմ որ ոչ եւ բարեբախտաբար ոչ ինչ լավ է որովհետեւ ես կարծրատիպեր համարում եմ որ արատավոր երևույթ են կարծրատիպերը բայց գոնե ինձ համար ունեմ սահմաններ ներսի գծած սահմաններ եւ ընդհանրապես ես կարծում եմ որ ցանկացած լավ բան ու ազատ բան սկսվում է սահմաններից նույնիսկ երկրների մակարդակով այսինքն եթե ավելի գլոբալ նայենք մեր հայրենիքի անկախությունը ազատությունը եւ ամրությունը սկսվում է առաջին հերթին մեր սահմաններից այսինքն որքան գծված ճիշտ են գծված եւ ամուր այդ սահմանները այդքան ավելի ազատ ու ապահով ենք նույնը մեր ներսի սահմանները եթե
ունենք այդ գծված ճիշտ սահմանները, ուրեմն մենք չենք վնասի մեզ եւ նախ եւ առաջ մեզ, հետո ուրիշներին։ Ռուզաննա Խաչատրյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր հայրենիքում։ Սիրել եւ երբեք ակնկալիքներ ու սպասելիքներ չունենալ ոչ մեկից եւ ոչ մի բանից։ Հայրենիքը ձեզ համար, հայրենիքը ինձ համար զավակ է։ Ես կուզեի ասել ծնող է, բայց ես հասկացել եմ, որ զավակ է, որովհետեւ ամեն դեպքում ծնողի սերն է անկախտելի եւ ծնողի սերն է դեպի զավակը ամենամեծ սեր, ինչքան է զավակը փորձի ճիշտ փոխհատուցել, միևնույն է ծնողի սերը ավելի միշտ հզոր է եւ ես կարծում եմ, որ այսօր հայրենիքը զավակի պես պետք է սիրել։ Գեցեք Ռուզաննա ջան։ Ռուզաննա, հաղորդման վերջում մենք ունենք մի այսպիսի հնարավորություն։ Դուք կարող եք ինձ մի հարց տալ, եթե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ունենք այդ հնարավորությունը եւ ես սիրով կպատասխանեմ ձեր հարցին։ Ճիշտն ասած, հարցեր կան, ինձ էլ հետաքրքիր է ձեր շատ տեսակետներ, շատ հարցերի վերաբերյալ, բայց երևի քանի որ մեր ֆորմատը նաև այսպես կանացի, հա, կանանց դուք կանանց եք հրավիրում եւ կանանց հետ եք զրուցում, ես կուզենայի լսել ձեզ համար ով է երջանիկ կինը։ Երջանիկ կինը Ռուզաննա, ով արթնանում է առավոտյան եւ սիրով գնում է այն տեղը, ուր պիտի գնա, ուր ուզում է գնալ եւ հետո էլի մեծ սիրով եւ անհամբեր սպասում է, որ նորից վերադառնա տուն։ Այն ակնկալիքով, որ իրեն այնտեղ սպասում են եւ սիրում են։ Շատ շնորհակալություն։ Ինձ թվում է, որ ընդհանրապես երջանիկ մարդը առաջին հերթին դա սիրված մարդն է։ Ես հիմա մեկ-մեկ ինձ հարց եմ տալիս, մեր երկրում այսքան չսիրված մարդ կա, որ այսքան չարացել են։ Ես չեմ կարող հավատալ, որ սիրված մարդը կարող է լինել այսքան չար։ Դուք ինքներդ ռեժիսոր եք եւ գիտեք էլի մարդկանց նույնիսկ երբ որ են սիրո տեսարաններ նկարում են, այլ աչքեր են պահանջում, բայց դա կյանքից վերցված բան է։ Սիրող մարդու հայացքը ուրիշ է, ժպտացող է, բարի է, դիմացինին բարի կամեցող է։ Ես ինձ ամեն օր այդ հարցը տալիս եմ, մեր երկրում այսքան չսիրված մարդ կա։ Ճիշտ եք։ Սիրելի Ռուզաննա, շատ շնորհակալ եմ այս մեր գեղեցիկ զրույցի համար։ Ես շատ ուրախ եի, որ դուք այսօր մեր տաղավարում եք։ Ես ձեզ հաջողություններ եմ մաղթում, իսկապես, եւ անձնական, եւ կանանցի երջանկություն, եւ ձեր բալիկին ամենալավը, թող բալիկների թիվը շատանա, բայց նաեւ Ռուզաննա ջան, աշխատեք եւ արարեք։ Դուք շատ ճիշտ եք, բեմադրեք, ասեք, խոսեք, միշտ Արցախի մասին խոսեք, թող նոր ներկայացումներ գան, թող նոր ֆիլմեր գան, թող հանդիսատեսը գա եւ տեսնի եւ ականջալուր լինի, մի դադարեք, դա էլ ձեր առաքելությունն է այս կյանքում եւ ես չգիտեմ ինչի ավելի քան վստահ եմ, որ դուք շատ բարձր պատվով այդ առաքելությունը կատարելու եք, որովհետեւ ես համարում եմ, որ դպրոցներից, բուհերից հետո թատրոնը դա ամենամեծ կրթվելու օջախն է։ Կրթեք մարդկանց, արեք այնպես, որ թատրոն շատ կան, որ ներկայացումներից բավականություն ստանան, որ հայ մարդու մասին լսեն, միասնական հայրենիքի մասին լսեն եւ մեր Արցախ աշխարհի մասին լսեն։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Արևոտ եւ լուսավոր մաղթանքներով, արևոտ եւ լուսավոր կնոջը Լուիզային կանացի եւ մարդկային ջերմությունը կրելու եւ փոխանցելու համար։ Շնորհակալ եմ շատ։ Ես ձեզ զգացված եմ, շատ շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ անչափ շնորհակալ։ Այսպիսին է Ռուզաննա Խաչատրյանը առանց կարծրատիպերի։ Երիտասարդ ռեժիսորը ասում է, որ ինքը ունի ներքին սահմաններ, բայց կարծրատիպեր չունի, քանի որ կարծրատիպերը արատավոր երևույթ են, այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։